ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Նախարար Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը։ Արփին Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի եւ դրա արձանագրությանը միացած պետություն առաջնահերթություն է համարում միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով անկանոն միգրացիայի կանխարգելումը։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն եւ արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ ապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մեր երկրի, ինչպես նաեւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի, այդ թվում Եվրոպայի անվտանգությունը, նշել է Արփին Սարգսյանը։ Նախարար Սարգսյանի խոսքով Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը, քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը, գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ եւ խթանելով օրինական միգրացիայի ուղիները։ Ֆինանսական հոսքերի շարժը վերլուծելու եւ հանցավոր դրսեւորումները բացահայտելու նպատակով կենտրոնացել են կիբերանվտանգության ոլորտում մեր կարողությունների զարգացման վրա, քանի որ նոր ժամանակաշրջանում կազմակերպված հանցավորությունը փոխակերպվում է, իսկ իրավապահ համակարգը պետք է զարգանա այդ փոփոխություններին համահունչ եւ նույնիսկ մի քանի քայլ առաջ լինի, ընդգծել է նախարարը։ Արփին Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել։ Նախարարի խոսքով տեղեկատվության եւ փորձի արդյունավետ փոխանակման ուղղված Հայաստանի եւ Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Անդրադառնալով Frontex-ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներին, նախարար Սարգսյանը նշել է, որ դրանք ընթացքի մեջ են եւ այն նույնպես կնպաստի միգրացիայի եւ սահմանների կառավարման համակարգի ամրապնդմանը եւ զարգացմանը։ Նախարարը անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ այդ ոլորտում իրականացվող բարեփոխումները հատկապես կարևորել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև 2024 թվականին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի համատեքստում։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունը վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն։ Սա վկայում է եւ մեր համագործակցության բարձր մակարդակի մասին եւ միաժամանակ ցույց է տալիս վստահություն Հայաստանի կարողությունների նկատմամբ միգրացիայի արդյունավետ կառավարման, անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն շարժվում է հետևյալ միջոցառումների իրականացման ուղղությամբ. Կենսաշապական փաստաթղթերի համապարփակ ենթակառուցվածքի ստեղծում, որը լիովին համապատասխանում է ICAO-ի ամենաբարձր ստանդարտներին։ Սահմանների կառավարման արդյունավետության բարձրացում, իրավական դաշտի եւ ենթակառուցվածքների համալիր վերանայման, ռիսկերի վերլուծության գործիքների ներդրման, ինչպես նաեւ տվյալների կառավարման համակարգերի արդիականացման միջոցով։ Եվրոպական միության երկրներում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ռեադմիսիոն ընթացակարգերի ամրապնդում Հայաստանի արդեն իսկ բարձր կատարողականի պահպանմամբ։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ այդ միջոցառումները կնպաստեն միգրացիայի կառավարմանն ու իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ մշակման փուլում գտնվող միգրացիայի կառավարման ռազմավարական նոր ծրագիրը կնախանշի այս ոլորտների զարգացման ուղղությունները։ Եզրափակելով ելույթը Արփին Սարգսյանը վերահաստատել է հանձնառությունը տարբեր մակարդակներում խորացնելու եւ անլայնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում քաղված դասերի եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով, նաեւ ընդգծել անդրազգային հանցավորության եւ մասնավորապես անկանոն եւ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարում միասնական նպատակը։